Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր քաղաքացիների հոսքը չի դադարում։ Հարյուրավոր քաղաքացիներ այստեղ են այցելում ոգեկոչելու 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը։ Վաղ առավոտյան այստեղ էին նաև երկրի ղեկավար կազմը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ այստեղ հուշահամալիրի տարածք, ինչպես անցած տարի, այս տարի եւս արգելված էր լրագրողների մուտքը։ Պաշտոնյաներին մոտենալ, նրանց հարցեր ուղղել, այս տարի էլ լրագրողները հնարավորություն չունեցան եւ այստեղ տեղաշարժվելու հնարավորություն ստեղծվեց միայն պաշտոնյաների հեռանալուց հետո։ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության կաբինետի մյուս անդամների հեռանալուց հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց նաեւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Վեհափառը այստեղ պատարակ մատուցեց, հեռանալուց առաջ էլ կարճ խոսեց, բայց լրագրողների հարցերին, քաղաքական իշխանության հետ ունեցած հարաբերություններին վեհափառը չանդրադարձավ։ Միայն խոսեց օրվա խորհրդից։ Օրհնություն եւ փառք հոր եւ որդվո եւ օգնույն սրբո այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Այսօր սիրելիներ ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակած հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականած եւ մեր ազգի զավակած հետ միասին աղոթք վերառակեցինք առ Աստված, հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավն ու տրտմությունը եւ տառապանքը ուժի վերածելու, հաղթարելու մեր կյանքում առկա դժվարությունները եւ նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը եւ կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Հուշահամալիր են այցելում նաև ընդդիմադիր տարբեր գործիչներ, օրինակ այստեղ էր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, այժմ ընդդիմադիր հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վանեցյանը այստեղ անդրադարձավ իշխանությանը եւ Նիկոլ Փաշինյանին կառավարության ղեկավարին հեռացնելու իրենց գործողություններին, ասաց, որ թե փողոցային պայքարը, թե առաջիկայում սպասվող հերթական ընտրությունները իրենք ծառայեցնելու են այդ նպատակին հասնելու համար, անդրադարձավ նաև այն հանգամանքին, թե ինչու անցած տարիներին իրենց չի հաջողվել Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Պայքարելու ենք, բայց եկեք ժամկետներ չնշենք, ոնց ենք, երբ ենք ազատվելու այս իշխանություններից, հավատացած եղեք, որ հավատացած եղեք։ Ես կարծում եմ այո։ Քաղաքական դաշտում ընտրությունների միջոցով Ես կարծում եմ այո, որ կա հնարավորություն ընտրություններով ազատվել այս իշխանություններից, որը ցույց տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հատկապես վերջի Գյումրիում եւ Փարաքյարում անցկացված, մինչ այդ, եթե կհիշեք տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր համայնքներում եւս եղել են ընտրություններ եւ ընդդիմությունը եւս ունեցել է հաջողություն եւ հաղթանակ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր նաև ժողովրդական արտիստ, հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Նրան հարցրինք, թե ինչպես է վերաբերվում պետության քաղաքականությանը ցեղասպանության ճանաչման հետ կապված, հիշեցնեմ, որ Հայաստանի իրավասու պաշտոնյաները ուղիղ հայտարարում են, որ ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթությունը չէ։
Անկեղծ ասեմ, քաղաքական հարցերի մեջ միայն անձնական ապրումների մակարդակով եմ կողմնորոշվում, բայց ինձ համար այսօրը սուրբ օր է, ամբողջ զոհերը իրենք սրբադասված են մեր եկեղեցու կողմից, ուրեմն բացի այդ իմ ընտանիքի ողբերգության անցած ճանապարհն է ծնողներիս, հորս եւ մորս եւ հետեւաբար մեր ընտանիքի օրգանական մասն է այս ամբողջը։ Ես այս գիտակցությամբ եմ գալիս այստեղ։